Այս հնագույն բուժարվեստի օրը փետրվարի 9-ին նշելու ավանդույթը տարածված է ողջ աշխարհում։ Հնադարի ատամնաբույժները ատամնաբուժական բորմեքենայի նախատիպն օգտագործել են դեռևս 9000 տարի առաջ։ Այս հայտնագործությունն արել են Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները։ Պակիստանի Բելուջիստան գավառում գտած 7-ից 5500 տարի Քրիստոսից առաջ ապրած մարդկանց մնացորդներն ուսումնասիրելիս գիտնականները նկատել են, որ կենդանության ժամանակ նրանց ատամները բուժման են ենթարկվել։ Լոռու մարզի ստամատոլոգների ասոցիացիայի նախագահ Արման Կռոյանը մեզ ներկայացրեց տոնի ստեղծման ևս մի նախապատմություն։ Պարզվում է տոնի գաղափարը ծագել է կաթոլիկ ժողովուրդների շրջանում։ Ոմն Ապոլոնիան դեռևս 1800-ականներին բժշկել է մարդկանց ատամները։ Մահից հետո Ապոլոնիան սրբացվել է։ Դա իմացել ենք մենք Պալտավայից, այնտեղից ենք իմացել տոնի մասին, էլի արդեն բայց մի 4-5 տարի այդ տոնը նշվում է, ու մենք Հայաստանում էլ է նշվում։ Բայց շատ ավելի եվրոպական երկրներում է դա ընդունված եղել նշեն։ Ուզում ենք որ մեր Հայաստանում մեկամաց սկսեն ստամատոլոգների տոնը նշեն ու շատ հարգեն սիրեն ստամատոլոգներին։ Արման Կռոյանը կլինիկայի տեխնիկական զինվածությունը բավարար է համարում, իսկ ինչ վերաբերում է թույլ մասնագետների գործունեությանը, թերություններ ունենք իհարկե, հանձինս կապված ոչ պետական ինստիտուտների ավարտածների հետ խնդիրներ ունենք, բայց ոչ բոլորն են այդ ձևի մեզ համատարած տպավորությունը, որ պետական չեն ավարտել, շատ վատն են, չէ, դեն չի։ Կան եւ վատերը, կան եւ լավերը։ Ու հետո դա մեր ասոցիացիայի լծակներ մենք չունենք դրան ազդելու, մենք դա չենք կարող ինչ որ մի ձևի դրա հարցը կարողանալ։ Դա կառավարական մակարդակով գնում է այդպես, մենք իրավասու չենք դրա հարցը լուծելու։ Նախատեսվում է ձևավորել անկախ փորձագիտական խորհուրդ բժիշկ-հիվանդ հարաբերությունները հարթելու նկատառումով, իսկ առայժմ ասոցիացիան մշակում է ուսումնական նորանոր ծրագրեր։ Լոռու մարզի ստամատոլոգների ասոցիացիայի կողմից ծրագրեր են մշակվել մասնագիտական մակարդակը ստամատոլոգների բարձրացնելու համար, այդ նպատակով երևի ամեն ամիս կամ 2 ամիսը մեկ անգամ դասընթացներ կկազմակերպվի Երևանից, արտերկրներից մեզ մոտ եկող մասնագետներին, բարձր որակյալ մասնագետների այդ հանդիպումներ, մաստեր կլասներ, սա ուրախալի կլինի թվում է ստամատոլոգների համար, որովհետև մեր քաղաքում ոչ այդքան հաճախ են կազմակերպում նման միջոցառումներ։ Ստամատոլոգների օրվա կապակցությամբ կարելի է մտածել օրինակ բաց դռների օր կազմակերպել, այսօր մեր կողք նստած են ամեն մեկը մեր կլինիկաների տնօրեններն են, մեր ասոցիացիայի հիմնադիրներն են հիմնականում կողքը նստած, յուրաքանչյուրը ունի իր կլինիկան, մենք կարանք օրինակ ունենանք բաց դռների օր ու նվիրված մեր ստամատոլոգների օրվան հետ կապված կարող ենք մատորոշ նշանակել հիվանդներին անվճար հեռացում եւ խորհրդատվություն անենք, պալիատիվով չզբաղվենք, էլի ճիշտ է մեր մասնագիտական տոնով զբաղվենք։ Ասոցիացիայից տեղեկացանք, որ կազմի մեջ մտնող 11 ատամնաբուժական կենտրոններ փետրվարի 15 կիրականացնեն անվճար սպասարկում։ Այդ կենտրոններն են Հովարդ Ժպիտ, Էստա, Ամիդենտ, Հովդա, Երկրորդ Ստոմ, Գայաննադենտ, Գուգգոր, Դենտապլյուս, Սերամդենտ, Վալյոդենտ եւ Ստել Ստոմ։ Հուսով ենք, որ այս օրը նշելու ավանդույթն աստիճանաբար տարածում կգտնի նաեւ մեր երկրում, հաշվի առնելով այս մասնագիտության կարեւորությունն ու առանձնահատկությունը։ Հրայր Հակոբյան, Կամո Ծատուրյան, Լոռու հեռուստաընկերություն։